Բարև ժողովուրդ, ոնց եք։ Այս վլոգը որոշել եմ խոսեմ մեր բարբարով մի քիչ անսովոր է, բայց ինչ անեմ, մեր акցենտով, մեր այն ձև ոնց որ ես եմ խոսում, մերոնց հետ, առանց ինչ որ սովորական, ու ես խոսում եմ, այսինքն շատ բարբարային հենց բառեր չեմ օգտագործում, որ ասենց տատիկ պապիկների նման, այլ սովորական, այսինքն այս վլոգում կտենուք ոնց եմ ես մեր բարբարով խոսում, բայց որ գնաք մեր գեղը կարող է ավելի սենց խորը բարբար լսեք էլի, հենց Հիմի ես եկել եմ այգի, մասնակցում եմ էքսպոյի, կոֆե ունիմ ձեռիս ու շատ անսովոր է, որ մեր բարբարով եմ խոսում։ Ну շատ չի իմ բարբարը շենց արտահայտված, բայց ինչ-որ բառեր կլսեք։ Okay, ուրեմն տեղավորվել եմ ու ուզում են լետ խնդիրնի առաջացնեն, բայց հուսամ ամեն ինչ լավ կլի ու ես տեղիցս ոնց ասեմ, ոչ մի տեղ չեմ գնա, էլի, դրն եք չի ստացվում մտես, տեղիցս չեմ շարժվի, հենց, անսովոր է շատ անսովոր է, Okay, ես մի քիչ նստիմ, կոֆես խմեմ, մի քանի զանգ ունիմ անեմ, հետո տենանք, հուսամ լիքը վաճառք կունենամ այս անգամ, այս մի հետո, դիմացը կոֆե են ծախում, այս կողքին շամպունը, Այս բանը կախենք արել, կամիա, սաղ պոշմանել եմ, որ նոր կապցրինք, ենք հունգեժը, որ պետոն չստաչի։ Այդ ուժեղ կամիա։ Այս դիմացի մարդուն ասիկ երկու բան եմ ուզում քանդե մի հատ ձև էր թափեց իրան հենց կամի ուժեղ այս պալատկեն էլ մերի չի այս աղջիկ կնոջն է չգիտեմ ասի որ հա տարածքը ես գրանցվել եմ այդ աղջիկն էլ դուրս է մնացել քանի որ 35 տեղ է ու հասցրել չի գրանցվի ու բանը ինձ երեք խնդրեց որ բան անեմ եթե կարա իմ հետ մասնակցի իմ հետ մասնակցե ու ինքը իրավունք դիրք ունի որ թույլատրեն էլի, թե չէ թողում չեն, բայց ասել են, որ այդ կազմակերպիչը ասել է, հա հարցրում ով ուզե քո հետ, վայ խառնվում եմ, կարում չեմ խոսի մեր բարբարով, ով ուզե քո հետ, իր հետ էլ կմասնակցես, հետո ինքը հենց առաջինը իմ մասին է մտածել, աչքից մտածեմ, որ ես մամայի հետ եմ խոսում, որ արխային խոսեմ, ոչ թե որ վլոգ եմ նկարում, երևի դենց անը, հետո տենց երեք զանգեց, խոսեցինք, առաջի օրը, մի խոսքով, ասի հա իհարկե, հիմա ինքը աշխատում է ուշ տիգալ, ժամը 5-ից հետո
Դե հենց բաներ ժողովուրդ։ Ես դիմացի մարդին ասի, բոյս հասնում չի ես, որ քանդեմ, ուղղակի երկու կողքից ուզում եմ քանդեմ, ամբողջը չէ։ Ձևեր թափեց իրան։ Շուխուր են անում սաղ։ Ռավոտի լավա հաց եմ կերել, դե չէ։ Դե հենց մի քիչ էլ ձգեմ, բետան արդեն գգամ։ Կացեք ցույց տամ ձեզ իմ սեղանը։ Coming. Perdón. Sí. Ժողովուրդ սոված եմ շատ, բետոն դեռ եկել չի ու երկու հատ խաղալիք եմ ծախել, պուջուրիկ, մի հատ արջուկ պուջուր, մի հատ է կրիաս, այլ կրիա չունեմ, պետք է գործել, ախպերս էր զանգեր, մի ժամը հետ ես խոսում է, սաղ փողերս պրծացրեց, ասեց դու տիս վճարել իմ հեռախոսի լիցքավորումը, այ, ճամփ եմ բում բետոն գո, հունս տանում ահավոր, դե հենց, լվոր ամեն ինչ լավ է, մենք տուն ենք հասել, բարով խերով հուսով եմ լավ, քանի որ նենց անձրև բրծացավ, նենց անձրև սկսեց, պատկերացնել չեք, ահավոր էր ժողովուրդ, վայ, այդ պալատկեն էլ էտ կնիկներ բերել ու հա շատ լավն է բան հենց, հինա, բայց լավն է, պալատկի տակ ավելի շատ անձրև էր, քանց թե դրան պալատկից դուս ու սաղ թրջվել է խաղալիքներից մի մասը թրջվել է սենց ես ապրանքը հլը դեր ցելոֆանի միջինա թրջվել չի ու գոնե պլաստիկա ոչինչ փրկենք խրջանդամը որ թրջվի բայց խաղալիքներից այսքան էլ նայեք էսի թրջվել է Hence. Una regadera esa cochinada de todo. Բետոն ասում է ոնց որ ցնցուխ երել պալատկեն ոչ թե պալատկա Εμի եկուց եթե գնանք իմ պալատկեն դինք տանիլ դա տենանք էլի ոնց է ըլում ամեն ինչ լավ կլի հուսով ենք որ եկուց անձև չտիգա ու նորմալ դուս կգանք վաճառքի ու մեր պալատկեն եթե անգամ գա մեր պալատկեն մեզ կփրկե դե հենց ժողովուրդ ես այս վիճակում խառնվել вообще խառնված եմ գիտեմ ոչ մեր բարբարով խոսիմ թե ինչ մի խոսքով մեր նոյեմբերյան ժողովուրդը ինձ թողները քանի որ ես խառնվել եմ իրար ահա որ էր վերջը Այդ կնիկը միջև եկավ դրեց իր վեշեր մեշեր բանսկի բան չծաղեց մեկ էլ նենց անձրև սկսեց որ բան էլ չծախեց հիմի տենանք եկուց ոնց ալում Սենց էսի սրանք չորանում մենք էլ լավ թրջված ենք ահա որ
Ուսամ հիվանդանալ չտինք։ Լավ։ Այսօր այսքանը։ Տենունք վաղը ինչ ա գալի։ Տենունք եկուց ոնց ալու։ Բարև ժողովուրդ, մենք լետ գնում ենք էքսպո։ Բետան ջղայնացած է։ Բոլորն են ջղայնացած աչքիս։ Լավ։ Մենք գնում ենք էքսպո։ Սաղ թացա դեռ իմ ոնց են ասում այդ սեղանի սպրոցը սաղ թացա խաղալիքներիս մի մասը թացա և ընդիկը փռեմ կչորանա տենունք ինչ եմ անում բայց որ բետոն ջղայնացած է լավ ջղայնացած է ժողովրդի վրա որ իրենց անկապ պալատք են բերել են հա լավն է չնայած իմ մեղավորությունն էլ կա ես հիշեի ոչ իրենց պալատքի վիճակը Digo que estás enojado, Beto. Que estás enojado. Sí, gente irresponsable. Ասում ես անպատասխանատու մարդիկ։ Երեք ծիծաղում ենք, որ կտենուս հաջորդ էքսպոին, որ լի իրանք էլետ իրանց պալատք են տին բերել։ Հենց այդ նույն պալատք են, որ ցամփոց լի ոնց որ ծակ փլավքամի ասել մեզ Այդո բետոն սիրում է տենց մարդկանց վրա մի լավ ղժա ծիծաղի, բայց դե երեք վապշե ծիծաղելու չէր, վապշե, որ ահա որ վատ վիճակ մեզ է լավ չէ ես զգում, պատկերացնում եք որդի կանգնում ես ջուրը կաթվա վրա Սողի նման լեսի տա խփում լամպուչկի տակ մտիկ եմ անում սա ցող ա գալի այդ կատականենք որ կատականենք որ կատակ չի շուլուկ մեր բարբարով որ դրսում ավելի շատ, ավելի քիչ է անձրև գալի, պալատքի տակ։ Ես գործի տոնել գժվացրեց արդեն սաղքշել, դեք հրեզ երևի տարել չի մանտալու, բանանում են մանչայի հետ հագելած արհեստանոցում անձրևների պատճառով երևի։ Ես եռու? Ծվծվում անվրավոդից տակ հակել եմ կարևորը գնում եմ կտորի խանութ դենամ բացա սի բացը կտոր առնա Ժամիգը Գդասավորվել ենք արդեն Էսա ուտելու վաղթն է Բետոն գնաց ուտելի քարավ ¿Si gusta preguntar? Hola. Sí, hola. Esquinel տեղավորվել նայեք իր բաները Սա ամեն ինչը սարքում ինքը Կրեպ ունեի կրեպս Սմուտիներ, ֆրեշ
Դե հենց ճամփային պահուն մարդիկ կան լիքը առևտուր ունենանք։ Դենց։ Մտածեի ես քշերը չհիվանդացա, բայց լավ եմ բրծել։ Չհիվանդացանք։ Մի հաց ուտելու վախն է։ Անգամ մի բաժակ ջուր չեմ խմել։ Всё, մենք հավաքվել ենք, գնում ենք։ Շատ քիչ բան եմ ծախել, բայց էլի գոհ եմ։ Ոչինչ։ Դե հենց շատ լավ անցավ։ Ընտիր էր։ Տանը կասեմ ինչ եմ ծախել։ Սա հավաքվում են գնան իրենց տներով։ Ես հնարավոր է, որ եկուց նորից մասնակցեմ էքսպո, բայց ուրիշ էքսպո է։ Վաղվա տոնակատարության համար տենց բաներ են կազմակերպել այդ էքսպո, բայց ուրիշ փողոցի վրա, մյուս գլխավոր փողոցի վրա։ Ու ինձ այս կինը ասաց, որ իրան երկու տեղ է հասել, կասեմ հետո։ Ասաց, եթե ուզում ես իմ տեղը մասնակցեք ժամը 6-ին է, ժամը 6-ից սկսած, շո մենք գնում ենք։ Ես ահավոր բեզարած եմ, էլ դուսուս։ Եկուս տոնակատարություն տիլիլ, Մեքսիկայի անկախության օրվա առիթով էլի, հետո ես պլանավորել չէի, որ մասնակցեմ, բայց ինձ առաջարկեցին։ Այդ աղջիկը ում հետ իմ կողքին էր, ինքը գնացել էր ինչ-որ հարցազրույց, չգիտեմ ինչա, ինչ-որ պաշտպանության հետ կապված, ինչ-որ խոսել են, չգիտեմ ինչ, մի խոսքով։ Հետո իմացել են, որ ինքը մասնակցում է էքսպոների ու իրան տեղ են տվել եկուցվա այդ էքսպոին ու հետո կանչել են այն տեղից, որտեղ մենք էքսպո ենք մասնակցում, այսինքն այս 15 օրը մեկ, որ ես գնում եմ, վճարում եմ անում, դե հենց ըտեն էլ են կանչել ու իրան նորից տեղ են տվել, այսինքն ինքը երկու տեղ ուներ հատկացրած, բայց մինը մնոցը շատ հեռու էր։ Հետո ես էլ որտեղ գրանցվել չէի, ընդհանրապես տեղյակ չէի ու մտածեի, որ բետոն աշխատում է հարմար չի, դրա համար հետաքրքրվել էլ չէի այդ թեմայով, բայց ինքը ասեց, ուզում ես արի իմ մի տեղը դու զբաղացրում։ Ես էլ բետոյի դեմքին մտիկարի, հասկանամ արդյոք ես իրը համար եմ էլի մտածում, ես կուզենամ մեծ տոնախմբություն լինելու, մեծ որ Մեքսիկայի անկախության օրվա այդ կանչի օրն է, 16-ին է, բայց իրանք 15-ից սկսում են,
շատ սիրուն տոնախմբություն ալնելու ես այդ հրապարակում չտիմ լիլ, բայց մի քիչ ենկոմ, բայց դե ինչ որ է Ստմա կլսվին, մոդիկա, հրապարակից մոդիկա, դե հենց, մի խաչմերուկ ենկոմ, ուստի խաչմերուկները շատ պուճուր են, դաժե ստեն մեր տանից հրապարակ լսվում է օրինակ, ինչ են խոսում, Էձև, ու մի եսեքուց ժամը 6-ին պետքա պատրաստվինք գնանք, մենք բոլորով երկուսով, անվճար է տեղը ու ժամը 6-ին բետոն համաձայնվեց մասնակցենք, վայ պատկերացնել չեք, թե ես իմ համար ինչքան դժվար է մեր բարբարով համի խոսելը, քանի որ ասեմ, ես մամայիս հետ եմ խոսում, բայց մամաս էլ կփաստի, որ ես այդքան տենց շատ խորը բարբարով խոսում չեմ էլի, ու երբեք չեմ խոսել, պուճուր տարիքից էլ, օրինակ շատերը ինձ կոմենտում գրել էին, որ շատեր չի մի քանի հոգի, որ մեր բարբարը իմանալով գիտեմ, որ մեր բարբարում կա ըժու, այսինքն հետո բառը, բայց ես կյանքս մեջ ոչ մի անգամ օգտագործել չեմ այդ բառը, ըժու բառը երբեք օգտագործել չեմ, ու բառեր կա, որ շատ բարբառային է, ես օգտագործել չեմ, դաժե մի օրինակ ասենք, ասում են, մեր բարբառով ասում են գիտեմ ոչ, հա, բայց ես ասում եմ չգիտեմ, ուղղակի ես 17 տարեկանից կարելի ասել գյուղից դուրս եմ եկել, համալսարան, հետո դրանից հետո Երևան եմ եղել, հետո արդեն ըստի նենց որ դաժե հիմի որ նկարում եմ այս վիդեոն հետո բետոյի հետ եմ իսպաներ են խոսում, միս թվում է իր հետ պետք է բարբառով խոսել, ուղղակի որ մամայի հետ մեր ոնց հետ խոսում եմ, մի քիչ ավտոմատ ձևով է էլի լում, մի տեսակ խառնվում եմ, պատկերացնում չեմ ինչ վիդեո տիլիլ, բայց հուսով եմ ձեր դուրը կգա ու երևի տենց կարճ տենց թեմատիկ էքսպո վիճակներ կլի, բայց տնենք, եթե ձեր դուրը կգա կփորձեմ էլի, բայց իմ համար շատ դժվար այս պահին, Okay, հա, մի եկուց գնալտինք մասնակցենք, ժամը 6-ին իրիկունը միջև ժամը 1-ը գիշերը, բայց ասին, որ երբ ուզում ենք կարանք գնանք գանք տուն, հավաքվենք ու գանք տուն, այնպես որ տենանք ոնց է։ Ես ընդհանուր հետո կասեմ ինչ եմ վաճառել, սոր ընդի տեղում մի հատ կրիա եմ գործել ու վաճառել, մի հատ էլ բան եմ գործել, կետ, ծուկ կետ, այդ չեմ վաճառել, ոչ թե չեմ վաճառել, ծախալ չեմ, ճիշտ կլինի մեր բարբառով, դրա համար շատ ուրախ եմ, որ անձրևել չեկավ այսօր, սոր, բեզարել եմ, ես գնամ քնեմ, կհանդիպենք եկուց, ավելի թարմ ուղեղով, ձեր համար մի քանի վայրկյան հետո, իմ համար մի քանի ժամ, շողովուրդ, ես գնացի, նու մի քիչ դեռ ժամանակ կա հեսա մի հատ, բետոն կինո է դնում, կամ իրա խաղը, ես խաղը կամ շև խոհարար, տենց ինքը շատ է սիրում, թողում իմ վրա ու գնում քնում,
ոնց որ ես դերածել եմ։ Va a pasar. Cuenta con entero germina. Ոնց որ օրինակ իմ համար դնել, որ ես նայեմ, բայց ես ինձ հետաքրքիր չէ, ես մտիկ չեմ անում։ Դրա համար ես էսա իմ ուզած բանը կդնեմ, մի քիչ Աստծո հետ կխոսիմ, շնորհակալություն կհայտնեմ սորվա համար, հետո նոր կգնամ բայուշկի անելու։ Սորվա տնախամբության համար սաղ փողոցնին փակել են։ Ավելի ճիշտ կենտրոնական փողոցը փակել են ու ես մասնակցել եմ հետ բանին, էքսպոին։ Հուսով եմ ամեն ինչ լավ կընթանա։ Նայեք ընդեղ բանը փակել են, այս փողոցը վել ավտո չի գնում ու ընդեղ փակել են, որ այս կողությամբ են թողում ու դրա համար չեմ կարող նկարեմ այս բան։ Նայեք դնում ենք այստեղ ուտելիքը ըստի երևի մենք եկել ենք տարածքը ուսումնասիրենք։ Հարյուր 58-րդ տեղը։ Ես Este. Դեհեք ինչ եմ առել, որ վրանից կպցնեմ։ Դեղ ցելոֆան եմ առել, որ խաղալիքներս մեջը դնեմ, քանի որ գալիս են ձեռ են տալի, կեղտոտ ձեռներով, բան, ես էլ սկոչ։ Արդեն տեղավորվել ենք 48-րդ տեղում եմ, Oiş. Արսեն սաղ դրելեն իրանց սաղ մարդիկ այստեղ շատ են սիրում այս տոնը ու սաղ մարդիկ մեքսիկական ոճերի մեջ են մեքսիկական հագուստներով ինչ-որ ես էլ ունեմ նայք մեքսիկական այս հոպել պիկադո պինյատաներ կան ձեռագործ աշխատանքնի են միջև վերջ հրապարակն այնտեղ ու ուտելու վայրեր են արդեն սպասում ենք հաճախորդների ուտելու տեղից ես enchiladas եմ ուտել բետոն ամբասոս և մի քանի հատ բան եմ ծախել արդեն պուջուրիկ, բայց մի հատը շատ պուջուրիկ չէ, բայց պեգրիմուշկա ինչ-որ, մեկ էլ 3 հատ բռիլոկ հլը դեռ նոր է ու հարկ տիրոջ Բարև խժակ Y allá hay un captando todo, mira, la visita de... Mira, ahorita retrátale.
համար շքրթա ու այդ բանի համար Մեքսիկա անկախության օրվա համար բայց դուք արդեն տեսել եք ինձ թվում է իմաստ չունի մի քիչ համար ես զբաղված եմ զբաղություն ունեմ սերանակ չի տեսել որ ես ոնց ես բարձած է վերև Սալմո Ստեղ վերևը չեն նստում բայց իր տեղը զբաղված է երևի Այ Սալմո արդեն ծռվել է պիզայի աշտարակը հլի ոնց որ Նեսանել մտել է շկաֆի տակ դարակների տակ մտել է ու տենց Ուրեմն ես բան չեմ կերել դեռ հեսա մի բան ուտեմ հոգնած եմ արդեն այդ հոգնածությունը զգում եմ Իմ շիուն եկել է իմ մոտ եկել է շի մոտ Ուրեմն պատմեմ ոնց անցավ մեր էքսպոն ծախել եմ ահագին բայց շատ չէ ոնց որ ես ավելի շատ ճամփապահեի որ կծախվի բայց չէ էլի բան չկա էլի լավ է փառք Աստծո քանի որ լիքը մարդ է գալի էլի ուրիշ տեղերից մենակ Սալամանկայի ժողովուրդը չեն դրա համար ես մտածեի ավելի շատ կծախվի բայց դե ոչինչ էլի փառք Աստծո տենց մի քանի բան եմ ծախել Պուտյուժնապաստակ եմ ծախել մի հատ բագրիմուշկա եմ ծախել առոցի այդ կինը շատ հավանեց ուղղակի ասեց իմ երեխեն սոսկա չի ուտում այդ իր սոսկայի այդ շղթանել էր հետը ասի կարամ առանց շղթայի վաճառեմ հենց որ խնդիր չկա եթե դու ուզում ես առնուս ես կվաճառեմ հետո ես կգործեմ էլի Տենց բայց ընդհանուր բրելոկներ ծախեցի բան էլի բայց զակազներ էլ ունեցա հեռախոսից համարը տվի քարտերս բրծել են հեռախոսից համարը տվի որ զանգրեն հետո տենց ինչ ես ուզում անես Համիել Ուսում եմ բայց չէ ահա պրես Իմ օջիկն է ինքը իմ օջիկը իմ շիրունը իմ նուրբը լաչար բայց լաչար շատ դեչար Աջակոնիս Բրիլոկներ ավելի շատ ծախեցի այդ տենունքը զակազ զանգում են զակազ են տալի թե չէ բայց մի հատ կին կա ուզում է զակազ տա իր աղջկա ծնունդը 15-ամյակն է ստիել 15-ամյակը շատ մեծ նշում են դեկտեմբերին է ու բանն է ուզում Brave մուլտիկի աղջկան են կարմիր մազերով մեկ էլ արջուկներ էդի որ գործեմ լավ կլինի մի էլ Վերես եմ գնում կոքիցս Դա հենց մի խոսքով Մեր տունը դեռ խառախշտիկ վիճակում է ժողովուրդ այնպես որ ուշադրություն մի դարձրեք իմ հետևի խառավիճակներին էսա մի բան ուտեմ ու ես անցնեմ բաների դասավորելու դեռ խաղալիքն է սաղ Սայլակի մեջ է Ույում ես շինչ ինքը ուժում է շինչ իմ վրա պարկին չի սիրունս Սենց եմ անում ինքը գալիս է սենց պարկում ավերես Այ միջոկուն իմ ոչիկը լոցար դու ակլոր ես հավես Իմ ջոկուն
Մոյթիկը, Αστик ванька. սիրուն ացիկը, սա սիրուն ացիկը, ուղղակի լացառը, շատ լաչառ է, շատ լացառ է ինքը։ Okay, ժողովուրդ, ես ձեզ երևի ստեսություն ասեմ, այսքանով ավարտենք մեր բարբարային վլոգը, քանի որ ես այդքան էլ ինձ տենց ոչ թե ազատ չեմ զգում, այլ մի տեսական սովոր է ու մին էլ փոխում եմ տենց ոնց որ օրինակ ասենք միշտ խոսել եմ նես չի որ ես շատ գրական եմ խոսում տենց չի բայց մինը գրել էր թե շատ գրական ես խոսում փորձում ես Իսկ լավ չի, որ օրինակ ասենք հայը գրական խոսի։ Ես օրինակ ասենք նախընտրում եմ շատ գրական, որ խոսենք, քան թե օրինակ ասենք ժարգոնային բառեր գցենք մեր խոսածի մեջ կամ օտարազգի բառեր։ Ես էլ եմ օգտագործում օտարազգի ռուսերեն, բան տենց։ Բայց օրինակ ասենք ես Եվ որ ռուսերեն բառեր օգտագործում եմ, փորձում եմ ռուսերեն օգտագործեմ, ոչ թե հայկականացված։ Դա հենց մալադյաց օրինակ, ոչ թե մալադեց, ասում եմ մալադյաց։ Չնայած մեկ ասում եմ մալադեց, քանի որ բետոն սովորել այդ բառը։ Հայաստանում էինք ընկերուհուս պապան, իրենք կանչել էին իրենց տուն, չգիտե, իրենց տանն էինք, Արտաշատից են իրենք, հետո իրա պապան բաներ, անթատ ասեր, մալադեց, ու մի որ բետոն ասեց, ինչ նշանակում մալադեց, նո ասում եմ բրավո, տենց, ինչ-որ մի բան, ու դրանից հետո այդ մարդի անունը մալադեց եմ լացել, կներես, պարսեն չեն, դա հենց բան է ժողովուրդ, այնպես որ ավելի լավ է մեր հայկական, հայերեն, ավելի լավ է գրական խոսել կամ բարբառներով, ես սիրում եմ մեր բարբառները ուսանող տարիներին հանրակացարան եմ ուսանողական մնացել Զեյթունի բանում հանրակացարանում 2 տարին ու այն որ շատ լավ տարիներ եմ ունեցել ավելի շատ էի սենց սիրում բան այն առաջ 2 տարին այդքան էլ տենց լավ չի եղել շուր խնդիրներ բան տենց բայց այդ վերջ 2 տարին հանրակացարանում շատ լավ էր ու տարբեր մարդիկ որ բարբառներ, ազգեր, հնդիկներ, պարսիկներ, Եվ կպատմեմ հանրակացարանի դեպքերից։ Մենք 6-րդ վերջի հարկում ենք ապրում, ես ու իմ բարեկամուհին ենք, իրանք մնում էին, հետո իրա մաման իմ մամային տեսավ ու ասացին չի անին, չես տեղավորում էլի ուսանողական հանրակացարան տենց, ոնց որ իմ բարեկամուհուդ մնացի ու շատ շնորհակալ եմ իմ մամային, որ համաձայնվեց, քանի որ լավ բաներ չէր լսել տենց հանրակացարաններից, հետո հնդիկներն ու պարսիկները առանձին հարկ ունեին, բայց չգիտես ինչի, մի հատ 2 հնդիկի բերել էին, տեղավորել էին 6-րդ հարկում, հենց մեր սենյակի դիմաց, ու դրանք ամառը որնակ ասենք դուռը բացում ենք, որ սկվասնյական է, սրանք էլ էին դուռը բացում, ինչ իրանց հոտերը սաղ մտնում էր մեր շատ ուժեղ սխտորի համեմունքների հոտեր ու ոնց որ ես չեմ ասում յախք բան տենց էլի ուղղակի այդ շոքին չէր դիմանում ոնց որ շատ ուժեղ է իրանց համեմունքների բանի հոտը ճիշտն ասած իրանք էլ շատ կեղտոտ էին ապրում էդ էլ ես օրինակ ասենք կոնկրետ հնդիկի սենյակում ուրիշ հնդիկ իրան
ընկերացել ենք, ինքը հրավիրել էր իր սենյակ, թե ենք խմել բան, շատ մաքուր էր, ես հնդիկ ընկերի հիներ ունեմ, միջև հիմա շփվում ենք բան, տենց իրար հետ հաց ենք կերել, իրենց հրավիրել էի իմ ծնունդին, բայց իրանք այս մեր դիմացի ապրող շատ կեղտոտ էին, շատ, հետո հարկում մենակ մի քանի հոգի անգլերեն գիտեին, ես ու իմ այդ բարեկամուհին, ու եւ որ մի հարց երելում մեր դուռը թակեին, պահակներ, չգիտեմ հարկը մաքրողը, ես շատ գիտեմ կամ տող, ինչ-որ անգամ որ բազարել էր, մեզ թակեին, թե եկեք, ինչ-որ խնդիր են ունեցել ես հնդիկների հետ, եկեք հարցերը լուծեք, տենք ես ինչ են ասում, այնքան խնդալու բաներ էր, մի խոսքը, հետո ես հնդիկի մեկի անունը Վիկրամ էր, ուզում ես այդ թաղի տղեկ, հարկի տղեկը անանը կռան էին դեր, Վիկրամի փոխարեն կռան էին ասում, ու այնքան ենք խնդում, կամ որ սրանք թակում էին դուռը, արդեն գիտենք, որ այնքան նիհար էին, ու թակում էին դուռը, մենք գիտենք, որ իրանք են թակում, ես շատ եմ սիրում այդ ազգին, շատ գիտեմ, որ հիմա Հայաստանում լիքն են ու հայերեն էլ լավ գիտեն, եթե ինչ-որ հնդիկ, ինչ-որ մեկի ինձ նայում է, հանկարծ չնեղանա, լավ, սենց բարի դրացիական հարաբերությունների մեջ էինք, բայց այդ պահն էր մենակ խանգարում, որ շատ կեղտոտ էին իրանք, շատ, բայց էլի ասում եմ, որ հնդիկ ընկերներ ունեմ, ու ընդեղ էլ հանրակացարանում էլ միշտ շփվել ենք հնդիկների հետ, պարսիկների հետ, այդքան չէ։ Այսքանը ժողովուրդ, եկեք ես ձեզ հրաժեշտ տամ այս տոնախմբային, տոնավաճառային, տոնական բաներից, վիդեոյներից և արդեն կհանդիպենք մյուս վլոգում, ես նորմալ սկսեմ խոսել էլի ժողովուրդ, ինչ կլինի, լավ լսեցիք իմ բարբառ ինչ-որ չափով, բայց եկեք ես իմ սովորական խոսեմ, մարդ որ 17 տարեկանից գեղից դուս եկել, մենակ մերոնց հետ եմ խոսում, ես չի որ խոսում չեմ մերոնց հետ, մեր բարբառով, ուղղակի սենց մի տեսակ ուրիշ է մերոնց հետ խոսելը, վլոգի համար ուրիշ է, մի տեսակ ոչ թե կաշկանդվում եմ, այլ չի ստացվում չի, տենում եք, լավ ժողովուրդ, թող Աստված օրհնի, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, արդեն կհանդիպենք մյուս վլոգում, Adiós